Eli sağım bana. Bir hak yekan zaten. Galiginin yeri. Asla saçlığına. Kırık mı? Sandık Tuvakari'nin Sunyak Volçunları Hayastana Dranov. Kimavut sor. Zarat kanka. Da hasta. Ne işi Var bize var koşun. Var o eti. Հարց է կա ուղղելուց ես, եթե կարելի։ Պարոն Քոչարյան, դուք չգիտեմ ինչպես կտուրեք դա։ Իշխանությունը հանձնելով Սերժ Սարգսյանին, դուք դա չեք ընդունում ձեր կյանքի ամենամեծ սխալը։ Ավելի ճիշտ չէ, այդ 10 տարին դուք երկիրը վերածեիք ռազմական դիկտատուրայի, 10 տարվա մեջ երկիրը ոտքի կանգնեցրեիք, նոր արդեն ընտրական համակարգով գնացած է։ Աչե մասը չեմ ընդունում։ Չէ, ընդունեք, որ աշխարհում եղել է դեպք։ Ֆրանկոն Իսպանիայում է արել 36 թվականին, Պինոչետը արել է Չիլիում 78 թվականին։ Երկու դեպքում էլ երկիրը ցածկել է։ Ամենից դեպքը իհարկե ոչ Ֆրանկոյին, ոչ Պինոչետին, ամենից լավ դեպքը Սինգապուրին, որը ասենց բավական խիստ, բայց 30 տարի պահեց, կառուցեց երկիրը ցանկիսն ինքը գնաց։ Սինգապուրը դեպքը ավելի բան է, բայց այն ժամանակ ինքն շատ չոր էր։ Հասկանալի է։ Ոչ Պինոչետին մի քիչ աշխարհակահաղական բան կա։ Պինոչետը գնդակահարեց մեծ Սովետական միության Ալիենդի բանը որ ընտրվեց, միացան նահանգների սարմելը, Պինոչետը մասերեն ռազմական հեղաշրջումը, բայց իրականում Պինոչետը երկիրը սաղկեցրեց, ու կա մի ուրիշ օրինակ Հարավային Կորեա, որը ագրարային երկրից ռազմական խունտայի ժամանակ դարձել է արդյունաբերական երկիր։ Եվ մինչև հիմա Հարավային Կորեայի մոդելը այդ տեսանկյունից բավական է դասի։ Եթե կարելի է երկրորդ հարց, Քաջարանի վերաբերյալ։ Անցած ընտրություններում Քաջարանի ժողովուրդը ձեզ ընտրեց։ Փաստորեն Հայաստանի Հանրապետության միակ քաղաքն է, որտեղ դուք ընտրվել եք։ Նստում եք ու տակլավ։ Բայց եղավ հակառակը ընտրություններից հետո այն զանգվածը, որը ընդառաջում էր ձեզ, հասկանում էր, քանի որ քաջարանցիների մակարդակը շատ բարձր է, գիտեին, որ ավելի վատ վիճակում էր լինելու, դրա համար է ձեզ ընտրել։ 38 մարդ ռեպրեսիայի ենթարկվեց, զուտ նրա համար միայն, որ ընդառաջել է ձեզ, այո, այդ 38 մարդը աշխատում էր կոմբինատի բոլոր լրջագույն օբյեկտներում, ունեին աշխատանքային մեծ փորձ, լուրջ հանքագործներ։ Հիմա պարզորոշ ասենք, կանչեցին Երևան բոլորին, դրեցին երկու, այսպես ասած, ռամկայի մեջ, կամ դիմում եք տալիս ինքնական հեռանում, կամ ձերբակալում։ Բնականաբար առաջինը դրեցին։ Դուք անցնելով իշխանության գլուխ,
այս հարցը ինչպես է լուծելու։ Սա քաջարանցիների բոլորի հետաքրող հարց է։ Մի հատ ինձ բան արեք, մի հատ ինձ բարձաբան է։ Այն ժամանակ սեփականատերը գերմանացիներն են։ Փալասվոն գործարարն է։ Հա, Համորենը պալասով։ Փալասվոն է։ չէ, կարողատոնորեն ենք, բայց սեփականատերը դեռ Գերմանացիներն են, հա։ գերմանացիներն էին, 30% հանեցին, հետո խլեցին։ բայց իրենք հանեցին, թե որտեղ իրենք Իրենք չհանեցին, կանչեցին Երևան պետավանդակության։ Ստեղծեցին Դրեցին կոնկրետ այդ պրավկաների մեջ։ Իրաքի ազգին Մի ամիս հետո կոմբինատը տարվա աշխատանք։ էլի քրսներս։ Իհարկե ինձ կներեք, որ ձեզ պես հարց է զարսել, ձեր 90 թվականից եմ ճանաչում Գորիսյան հանդիպումը, կարող է այսօր դուք չէիք, բայց ոչ է։ Առաջինը որ բարելա քրեական պատասխանատվության կենտրոնը, որ կանչելա ավարտի բանը։ Սա առաջինը, երկրորդը, եթե Դա Փաշինյանի հրահանգն է։ Փաշինյանի հրահանգով է կապահարվել։ հա ինքը երևի մի քանի Ինքը մի երևի ելույթում շատ կներ։ 15-20 քրեական հոդված արդեն բան է Ինքը իր ելույթում ասա, հետ տղաներին ասում էր, եթե դուք չեն փակվեք, իմ հրամանը, քաջարանցիների օրը։ Ուրեմն սա չի վերանայել։ Դուք գտնում եք, որ պետք է լուրջ հետևություն անել։ Հիմա մենք գիտենք, հիմա շատ ավելի վատ է դառել։ Հիմա մի հատ լայքի համար Facebook-ան է, լայքի համար մարդը գործից անում։ Սենց բան չի եղել։ Իսկապես սենց բան չի եղել։ Մի հատ լայքի համար աշխատանքից հեռացվում։ Այդ տեսանկյունից Երևանը սենց ավելի մի քիչ ուրիշ տրամադրության մեջ է։ Ես հասկանում եմ, որ այստեղ այդ լծակը հենց 100%-ով կիրառում է, ինչքան հնարավոր է փորձում ենք հետած բայ։ Բայց մի ձև ունենք։ Պետք է գնալ քվեաթեր այդ քվեաթերը որտեղ բան է սարում, դեռ չեն մտնելու ասել։ 100% 17-ին համար 17։ Հետաքրքիր է